Հարգելիներս, այս պայդրությամբ, ինչպես հայտնի է, մի քանի ժամ առաջ բերման ենթարկվեց, այնուհետև ձերբակալվեց իմ գործընկերուհին Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Գոհար Ղումաշյանը 3 անչափահաս երեխաների մայր է, իսկ փոքրիկը մանկահասակ է եւ կրծքով կերակրվող բալիկ է։ Սա հանրամատչելի տեղեկատվություն է, որովհետեւ մոտ 2 ամիս առաջ է բալիկը ծնվել։ Այստեղ ակնհայտ քաղաքական տարեր են առկա, սա դասական քաղաքական հետապնդում է։ Սա ջղաձգում է մեր կուսակցությունից, մեր կուսակցական գործունեությունից, մեր առաջնորդ Սամվել Կարապետյանից, եւ սա հետևանք է օրեր առաջ մեր բազմահազարանոց ըստ տարբեր տվյալների 40,000-ը գերազանցող հանրահավաքի։ Այս պահին մենք քաղաքական ակցիա ենք իրականացնում, մանկական շշերը ավարտենք էլի ակցիան ու մեկնաբանություն տամ։ Սա նշան է նրա, որ այնքան է քաղաքական հետապնդումները խրախուսվում ու փորձում իրավապահ մարմինների կողմից կյանքի կոչվել, որ հաշվի չեն առնում այնպիսի հանգամանքներ, չափավորության տարերը, համաչափության հիմնարար տարերը բոլոր ենթատարերով, որ հաշվի չեն առնում, որ գործ ունեն կերակրող մոր հետ, որ գործ ունեն բանը կերակրող մորը պահել հստակ ժամ։ Հարգելիս չկա հստակ ժամ, բոլորի համար կրկին պատահական չնշեցի համաչափության տարը։ Մեր երկիրը իրավական ժողովրդավար պետություն է եւ կոնկրետ մի դեպքերում հաշվի են առնվում կոնկրետ իրավիճակը եւ մեղմացուցիչ հանգամանքները։ Այս իրավիճակում պատահական չի համաչափությունը խախտված է, որովհետեւ նախ մենք իրավապահների, օրենքի ու պետական մարմինների հետ ծայրաստիճան համագործակցող քաղաքական ուժ ենք եւ որևէ հրատապություն, անհրաժեշտություն հիմնավոր չկար Տիկին Ղումաշյանին բերման ենթարկելու։ Կարող են ծանուցել, հրավիրել, մենք մեծ սիրով կուղեկցենք, ներկա գտնվենք, ինչը ես ասեցի մեր գրասենյակում, երբ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները մոտեցել են։ Այդ դրվագից սկսած, որ մոտենում են, փորձում են վախի այդ միջավայր դրսևորել, որը բնավ մեր վրա չի տարածում, կարծում եմ տարբեր առիթներով մենք դա դրսևորել ենք։ Տիկին Ղումաշյանը շատ ամուր է, այստեղ ուղղակի այն իրականությունը, երբ օրինակ աղոթող պատանուն ընդհանրապես եկեղեցում գտնվելու անցյալ պահին եկեղեցում գտնվելու դրվագով հետապնդում, հարված են հասցնում, այնուհետև կալանավորում են, այնուհետև էլ ակնհայտ առողջապահության անհամատեղելիության իրավիճակում հիվանդանոցից կալանավայր են տեղափոխում։ Զարմանալի չէ, որ կերակրող մորնել են հետապնդելու։ Մենք կոչ ենք անում բոլոր մայրերին իրենց ձայնը բարձրաձայնել, որովհետև Ջորջան, այսօր Գոհար Ղումաշյանն է, վաղը յուրաքանչյուրդ կարող եք լինել։ Այսօր Դավիթն է, վաղը յուրաքանչյուրիս որդին կարող է լինել։ Պետք է անհանդուրժելի դառնա մեր հասարակության համար քաղաքական իշխանության այս ծայրաստիճան միջամտությունները, մարդու իրավունքների կոպիտ խախտումները, գետնին հավասարեցված ճրիշակի իջեցված իրավունքի գերակայությունը ու հենց սրա համար է մեր Ուժեղ Հայաստանի պայքարը, որպեսզի Ուժեղ Հայաստանում, որը հունիսի 8-ից կայանալու է, որևէ մեկը իրավունք չունենա, մայրիկներին հետապնդի բացառապես իրենց քաղաքական գաղափարների համար։ Շնորհակալ եմ։ Կարելի է այս մեր ակցիան ավարտենք, լրացուցիչ հարցերի կպատասխանեմ, էլի։ Փոխանցում եք Չէ, դրան մոտ ենք տեղադրում։ Հարգելի հետևողներ, Գոհար Մելոյանը եւ Ուժեղ Հայաստանի մի խումբ կանայք ակցիա են իրականացնում այս պահին։ Կաթի շշեր են թողնում հակակոռուպցիոն կոմիտեի մուտքի դրան առաջ։ Հիշեցնեմ, որ Գոհար Ղումաշյանը ունի անչափահաս երեխաներ, որոնցից ամենափոքրը կրծքով կերակրվող է։ Մարդիկ վանկարկում են ամոթ։ Կաթի շշերը թողնվեցին հակակոռուպցիոն կոմիտեի մուտքի առաջ։